Բացիոն թագուր շիջետանյաշիկ շամրիտան, մենք դասել ուսումնասիրում ենք մի դերված, որտեղ ներկայացված է հոգևոր կյանքի աստիճանները, թե ինչպես ընդհանրապես գրագետ անցնել հոգևոր ճանապարհը, անկախ նրանից, թե մարդը ինքը ինչ հոգևոր կազմակերպության կամ ինչ հոգևոր ուղղության ներկայացուցիչ է։ Անցյալ անգամ մենք ձեզ հետ մի թեթև քննարկեցինք հոգևոր գիտելիքի հետ կապված ինչ-որ ճշմարտություններ, այսօր մի 5 րոպե ներկայացնեմ որոշ բաներ, ավելացումներ այդ թեմայի հետ կապված։ Ուրեմն, երբ որ խոսքը գնում է հոգևոր գիտելիքի մասին, ամենակարևոր թեմաներից մեկը դա կենդանիակի եւ գերագույն աստվածավորության հարաբերությունն է, բանն է, իրանք իրար հետ ինչ կապ ունեն, չէ՞։ Որովհետև տեսեք, օրինակ ասենք, մենք մարդկությունը ինքը 2000 տարի շարունակ ընդունել է հրեաների այն գաղափարը, որ գերագույն աստվածավորությունը ինքը կենդանիակին սարքել է կավից, չէ՞։ Եվ ասեք, մարդկությունը շատ հանգիստ այդ գաղափարը ընդունել է 2000 տարի հետևել է եւ մինչեւ հիմա էլ լիքը միլիոնավոր միլիարդավոր մարդիկ կան, որոնք իրենք այդ գաղափարն են ընդունում։ Կան կրոնականություններ, որոնք իրենք ընդհանրապես այդ Աստծո կենդանիակի հարաբերությունների կամ այդ խնդիրների հետ կապված բոլոր խոսակցությունները համարում են սուտ, համարում են անտեղի, որովհետև ոչ մեկ ընդհանրապես չի կարող իմանալ, թե այդ ամեն ինչը ինչպես է տեղի ունեցել, ով ում հետ ինչ հարաբերությունների մեջ է գտնվում։ Դա ինչ-որ յուրահատուկ իր տեսանկյունն է, որտեղ գիտեք ոնց է, լսենց էլի, ամեն մեկը խոսում է ըստ իր մակարդակի։ Այսինքն, եթե ինքը ռեալ պատկերացում չունի այդ հարաբերությունների մասին, հետևաբար ինքը չի կարող խոսալ։ Եթե ինքը այնքան խելացի է, որ հասկանում է, որ եթե հոգևորի մասին է, ինչ-որ մի ձևի պիտի բացատրվի, թե կենդանիակ ու Աստված իրանք ինչ բան ունեն, ինքը ստիպված ինչ-որ մի հատ բան է հորինում ու ներկայացնում է։ Եթե կան ինչ-որ այդպիսի ազնվորություններ, որ ռեալ Աստծո հետ կապ ունեն, կամ հենց ինքը գերագույն Աստծո ազնվորությունը, այս բոլոր հարցերը իրանք շատ խնդրահարույց հարցեր են, եւ հասկանանք, որ սրանք հատկապես աստվածամեժության դարաշրջանում ամենաբարդ հարցերն են, ինչու որտեվ ոչ գերագույն Աստծո ազնվորությունը, ոչ իսկ աստվածները ոչ մեկի մոտ այս դարաշրջանում չեն գալի։ Եվ որտեվ իրանք չեն գալիս, կրոնը ինքը մնում է հավատի դաշտում։ Ով ինչի հավատում է, այդպես էլ գնում է։ Երբ որ մենք խոսում ենք, ես դա միշտ ասում եմ, սա շատ կարևոր տարբերություն է։ Երբ որ մենք խոսում ենք արիացիների քաղաքակրթության մասին, մենք խոսում ենք մի քաղաքակրթության մասին, որը ամեն օր խոսում է դրա մասին, որ այսօր ինչ-որ մի հատ նվիրալ է իրաց մոտիկ է մարդու, այսինքն Հիսուսի կարգի ազնվորությունները արիացիների մոտ, այսպես մշտական շատ մեծ հաճախականությամբ գալիս էին, տերություն էին անում հոգևոր կյանքը եւ այլն, չէ՞։ Եվ ասենք ասում են, որ գալիս էր հենց ինքը գերագույն Աստծո ազնվորությունը, նրա տարբեր մարմնավորումները, եւ իրանք միշտ այդ ֆիզիկապես ստանում էին եւ գերագույն Աստծո ազնվորության աջակցությունը իրանց հոգևոր ճանապարհի վրա եւ մաքուր նվիրալների։ Եվ դրա համար իրանք շատ ապահով էին զգում, որովհետև իրանք գիտեին, որ իրանք ոչ կարող են խաբված լինել, ոչ էլ կարող են ինչ-որ մեկի կողմից անհանգստացված լինել։ Իրանք կյանքը ընթանում էր հանգիստ, պաշտպանված, երջանիկ մթնոլորտում, որտեղ ամեն մեկը ուներ իր անձնական երջանկությունը ու զուգահեռ զբաղվում էր հոգևոր կյանքով։ Այս իրականությունը մեր դարաշրջանում ոչ մեկ դաժե պատկերացնել չի կարող, թե դա ինչ է։ Որտեղ մենք սովորենք, որ ամբողջ աստվածամեժության դարաշրջանում սովորական մարդը միշտ գիշերը քնելուց չի մացել, առավոտը որ վեր կենա, իր իշխանավորից ինչա ստանալու իր գլխին, ու երբեք ոչ մի լավ բան չի ստացել։ Ինչքան գնացել է, այդքան ավելի ուժեղացել է բեռը, այդքան ավելի ուժեղացել է բռնությունները, այդքան ավելի ուժեղացել է դաշնությունը, երբեք սովորական մարդը աստվածամեժության դարաշրջանում իշխանավորներից ոչ մի լավ բան չի ստացել։
Ընդամենը մի 40 տարի այդ ամեն ինչը ընդհատվեց, հետո նորից հիմա, ինչպես տեսնում ենք, կատարի արագությամբ վերականգնվում է, չէ՞։ Ու ասենք այդ ամեն ինչը ինքը այդ կրոնական տեսությունների դաշտը շատ բան է դարձնում, էլի, որտեվ ու իրոք, ասենք ցանկացած մարդ ինքը վերջում պիտի դա ասի։ Ես մտածում եմ սենց, ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք։ Ուրիշ խոսակցություն այստեղ չի կարող։ Գնացեք, նստեք, մտածեք, իմ ասածը ինչքանով է ձեզ համոզում, ընդունեք, չեք չհամոզեցին, մի ընդունեք։ Ոչ մի խոսակցություն մեր դարաշրջանում չի կարող լինի, էլի։ Ու բացի պարտադրանքից։ Ուրեմն ինչպես ես արդեն նշեցի, կա գաղափար, որ գերագույն աստվածատավությունը իրականում կենդանիակների հետ ոչ մի կապ չունի, որովհետև ինքը առանձին անձնավորություն էր, կավից սարքեց առաջին կենդանիակին, հետո ուղարկեց, ասեց գնացեք այդտեղ բազմացեք, ձեր էնել անցած, ձեր կյանքի էնել անցած, գնացեք այդտեղ տանջվեք, քրքրվեք, նստեք միլիարդավոր սերունդներ, բան այդ մի հատ հիմարի արած գործի մեղքի տակից մի կարողացիք դուրս գաք, չէ՞։ Տեսությունն է, ով ընդունում է, ոչ մի բան չունենք ասելու։ Եթե ինչ-որ մեկը դրա մեջ տրամաբանություն է տեսնում, նորմալ է։ Հաջորդ գաղափարը դա նայա, որ կենդանիակը ինքը գերագույն աստվածատավության մասնիկն է։ Այստեղ երբ որ ասում են մասնիկն է, չէ՞, ինքը առաջ է գալիս երկու խնդիր, այսինքն հիմա պիտի բացատրես, այդ մասնիկը ինչ է նշանակում։ Որ այստեղ հոգևոր գիտելիքը ինքը բաժանվում է երկու մասի, նո այս խոսակցությունը ինքը գնում է միայն արիացիների գաղափարախոսության մեջ։ Ես միշտ ասում եմ, որ արիացիները իրենք համարձակվում են խոսեն այնպիսի թեմաներից, որոնք էդի փաստ է, էլի, որ ուրիշ ոչ մեկ չի համարձակվում նույնիսկ դեռ մտնի ինչ-որ երկու հատ տառ ասի, չէ՞։ Ու ասենք այդ գաղափարը ինքը հնչում է արիացիների մոտ, որ կենդանիակը ինքը գերագույն աստվածատավության անբաժանելի մասնիկն է։ Աստվածամերժության դարաշրջանում այդ գաղափարը բաժանվում է, իր հասկացողությունը բաժանվում է երկու մասի։ Մի մասը իրանք պնդում են, որ եթե կա պնդում, որ գերագույն աստվածատավությունը, որ կենդանիակները դա գերագույն աստվածատավության մասնիկներն են, դա նշանակում է, որ կենդանիակը հենց որ ինքը գիտակցում է, որ ինքը բացարձակի մասնիկն է, ինքը դառնում է բացարձակ։ Այսինքն ես տնական բառերով ասեմ, հենց որ ինքը գիտակցում է, որ ինքը Աստծո մասնիկն է, ինքը դառնում է հենց ինքը Աստված։ Մենք 100 անգամ այդ օրինակը բերել ենք, օրինակ այդտեղ այդ օրինակն եմ բերում, ասում են օրինակ եթե կաթիլը ինքը մինչև այդ բաժանված էր օվկիանոսից, իրան հենց կաթացնես օվկիանոսի մեջ, ինքը դառնում է օվկիանոս։ Այդ նույն կաթիլը դու երբեք օվկիանոսի մեջից էլ չես կարող հանես։ Եվ կա մի հատ ուրիշ գաղափար, որտեղ ասում են չէ, կենդանիակը ինքը միաժամանակ գերագույն աստվածատավության մասնիկն է, բայց միաժամանակ իրանից անջատված է։ Հա, հիմա այս ինչով կարող է կենդանիակը լինի բան, իր հետ նույնը, եւ ինչով կարող է լինի իրանից անջատված։ Ինչն է կենդանիակին միացնում Աստծո հետ, իսկ ինչն է իրանից բաժանում։ Եվ ուրեմն այստեղ նրանք ովքեր որ այդ գաղափարի ջատագովներն են, որ կենդանիակը ինքը միաժամանակ գերագույն աստվածատավության մասնիկն է, բայց միաժամանակ էլ անջատ է իրանից, իրանք բացատրում են, որ կենդանիակը ինքը գերագույն աստվածատավությունից անջատված է իր ցանկությամբ։ Այսինքն գերագույն աստվածատավությունը ինքը ունի իր ցանկությունը, իսկ կենդանիակը ունի իր ցանկությունը։ Այսինքն իրանք երկուսն էլ անհատականություն են։ Հա, եւ ուրեմն հիմա ինչով են իրանք նույնը։ Հա, եւ այստեղ բաները արեցիներ իրանք ասում են մի շատ բարձ գաղափար։ Իրանք ասում են կենդանիակը ինքը որակապես գերագույն աստվածատավության հետ միասնական է, քանակապես իրարից տարբերվում է։ Գերագույն աստվածատավությունը ինքը անվերջ հզոր է, կենդանիակը անվերջ անզոր։
Ինչու՞, որովհետև կենթանիակը ընդհանրապես ցանկությունից բացի ուրիշ ոչ մի էներգիա չունի։ Մնացած բոլոր էներգիաները պատկանում են գերագույն աստվածավորությանը ու իրան են ենթարկվում։ Այսինքն միակ պատասխանատվությունը, որը ունի կենթանիակը, դա իրա բանն է, ասեք, իրա ցանկությունը։ Այն մնացած ամեն ինչը իրան ապահովում է գերագույն աստծո ազնվորությունը։ Ուրեմն այստեղ ինքը ստացվում այդպես, որ այդ գալիս է այդ շարանը, չէ՞, որ գերագույն աստծո ազնվորությունը ու կենթանիակները իրար քննությամբ նույնն են։ Տեսեք հիմա, մենք բոլորս այստեղ նստած, մենք բնությամբ նույնն ենք, չէ՞։ Բոլորս էլ բաղկացած ենք նյութական աշխարհի 4 տարերքներից՝ հողից, օդից, կրակից, ջրից։ Ոչ մի ուրիշ կամպանիա չկա, չէ՞ մեր մեջ։ Բոլորս այդ նույն 4 տարերքներից ենք, բայց մենք չենք կարող չի ասել, որ մենք նույն բանն ենք։ Ինչու ենք իրարից տարբեր։ Կամքով, բնավորությամբ, չէ՞, այսինքն բաներ կան, որով մենք տարբերվում ենք իրանից, թեկուզ սկզբականորեն նյութը, որից մենք պատրաստված ենք, բոլորից նույնն է, հասկացաք, չէ՞, շատ պարզ գաղափարներ է, տրամադրագացիները իրանք մշտական դա հիշացնում են, էլի, որ նյութական աշխարհը ինքը հոգևոր աշխարհի արտացոլանքն է, ու կառուցվածքային տեսանկյունից բացարձակ նույն բանն է։ Եթե ուզում ես հասկանաս այնտեղ ոնց է աշխատում, նայի թե ինքը այդ իմինը կառուցվածքային տեսանկյունից, ինչ կառուցվածք կա նյութական աշխարհում, ու պրոստը տեղ միակցրու են, որ այն թերությունը, որը կա նյութական աշխարհում, այդ նույն երևույթի մեջ այնտեղ չկա։ Ուշ։ Հասկացաք, չէ՞։ Ուրեմն, սա է հիմնական գաղափարը, որը ինքը իրականում շատ լուրջ հասկացողություն է տալիս նրա մասին, թե կենթանիակի բնությունը ինչպիսին է, թե կենթանիակը որտեղ անկախություն ունի, որտեղ է կախված եւ այլն, չէ՞։ Եվ երբ որ մենք խոսում ենք հոգեվոր զարգացման մասին, մենք այդպես է զարգացում խոսքը այսօր կապված սխալ խոսք է։ Մենք խոսում ենք նրա մասին, որ կենթանիակը պիտի ոչ թե զարգանա, այլ պիտի վերականգնի իրա ունեցածը։ Հասկանում եք։ Տեսեք օրինակ, եթե Աստված չկա, ու ես միշտ ասում եմ, որ ով այս տեսությունը ինքը օրինել է, հոգեբանության տեսանկյունից ինքը հանճարեղ է եղել։ Տեսեք օրինակ, եթե մարդուն ասում են դու պիտի զարգանաս, այ դու հիմա այս վիճակում ես, պիտի զարգանաս։ Ինքը ամեն վարքյան, երբ որ ինքը անգյալ է, չէ՞, ինքը կարող ասի, ես չեմ կարող զարգանալ։ Ես այս բաներ չեմ կարող հասնեմ նրան, որ ես լինեմ, ունենամ լավ բնություն։ Հիմա երբ որ կենթանիակին առաջարկում են մի գաղափար, որ ուղղակի հակառակը, դու вообще-то լավ բնություն ունես։ Արի նստի հասկացի, ինչի ես քեզ հաստրել, ինչի ու ոնց քեզ հաստրել ես այս վիճակին, ինչ որ դու հիմա կաս։ Որ ճանապարհը փակեցին։ Ես միանգամից փակեցի, չէ՞ անգելության ճանապարհը։ Այդ չեմ կարող բառը միանգամից փակեցին, որտեղ դու ոչ թե պիտի ձեռք բերես, այլ դու սկզբնականորեն էդ ես, ու դու պիտի պրոստը վերականգնես։ Այ երբ որ դու արտահայտում ես քո այն բնույթ, այդտեղ կենթանիակին ուր ուղեցին։ Ուղեցին այդտեղ, չէ՞ որ եթե ինքը լուրջ է վերաբերվում իր հոգևոր կյանքին, ինքը ոչ թե մտածում է, թե ոնց հաղթահարի իր մեջ թերությունները, այլ սկսում է փորփրել, որ իր մեջ գտնի իր լուսավոր բնությունը։ Որտեղ ինքը այո, շատ մեծ անակնկալներ է ունենում, որ պարզվում է ես կարող եմ լինեմ բարի, պարզվում է ես կարող եմ լինեմ շռայլ, պարզվում է ես կարող եմ ինչ-որ վեհ որոշումներ կայացնեմ, հասկանում եք, այդ ամեն ինչը, այսա շատ կարևոր գաղափար է իրականում հոգևոր կյանքի համար, որ մենք պիտի հասկանանք, որ մենք այդ պոտենցիան մեր մեջ ունենք։ Պրոստը շատ վաղուց ժամանակներից
ոչ մի անգամ չենք օգտագործել։ Խնդիրը ասա է։ Ու հոգևոր կյանք դա նշանակում է սովորություն ձեռք բերել, այսպես կամաց սկսել օգտագործել։ Որ այդ ամբողջ մեխանիզմի ժանգը այդ սկսի աշխատել ու այդ ժանգը կամաց վրայից թափի ու նորմալ այդ ամեն ինչը սկսի գործել։ Հասկացա՞ք, չէ՞։ Հիմա ուրեմն խոսացում եմ նրա մասին, որ բոլոր էներգիաները իրանք պատկանում են գերագույն աստվածավորությանը, սա շատ կարևոր է, ինչի համար, որտեղ նյութական աշխարհում կենթանիակը ինքը ունի իմը գաղափարը։ Օրինակ հոգևոր աշխարհում, տեսեք, այնպես չի, որ հոգևոր աշխարհում ոչ մեկ տուն չունի, կամ հագուստ չունի, կամ սեփականություն չունի, հա, բայց ինքը ունի իր այսպես ֆոնով, ինքը էլի վերաբերվում է, որ սա իմ բաժակն է, բայց ֆոնով իր մեջ որպես գիտակցություն նստած է, որ այս բաժակը էդի Աստծո էներգիան, հա, իրանք ոնց է էլի լինում, որ այնտեղ ամեն ինչն է երանություն պատճառում։ Տեսեք, երբ որ մենք նյութական աշխարհում կտրվում ենք Աստծուց, չէ՞, մեր գիտակցությունը ինքը ոնց է, այս քրտնաջան աշխատել եմ կամ հանցագործություններ եմ գործել, որ հեշտ ձեռք բերեմ, չէ՞, ու այս բաժակը ձեռք եմ բերել։ Ու հիմա այս բաժակը իմն է, չէ՞։ Այդ ամեն ինչի մեջ միշտ կա այդ ծանր հասնելու կամ հանցագործությունների, չէ՞, կամ ճիգերի, ինչ որ մի հատ բանի, ինչ որ մի բան անելու էներգիան կա, չէ՞, որը ինքը ոնց ասեմ, ոնց որ ասեմ, որ ախությունից է զրկում, շատ հարուստ մարդիկ կասեն, տենց չի, բայց լավ էլ ուրախանում ենք, ինչ որ ունենք։ Հա, ջան, չէ, ինչ որ մի շատ կարևոր բան կա, էլի, որը պակասում է, հա, այդ է, որ դու, լավ, գտա, այդ է, որ դու մեկը, այդի դու արել ես, ու դու հիմա ունես ու վայելում ես, չէ։ Հիմա ինչ է փոխվում հոգևոր աշխարհում։ Հոգևոր աշխարհում կա գերագույն աստվածավորությունը։ Կենդանիները միշտ չի, որ իր հետ շատ մտերիմ հարաբերություններ ունեն, հասկանում եք, բայց իրանք մի հատ երևույթ ունեն, չէ, որը, այսպես, այնպիսի կապ է ստեղծում իրանց ու Աստծո միջև, որը իրանց դարձնում է, այսպես էլի, այ որ ասում են հավերժ երանելի, դա ինչից է։ Նայ, այնտեղ ոչ մեկ չի գործադրում։ Ես ինչ ուզում եմ, դա ունեմ։ Այս հայացքս որտեղ գցեմ, ասեմ, այստեղ միացած բանալներ, ինքը միանգամից կհայտնվի։ Երբ որ նյութական աշխարհում է դա այդպես, դա տենց է միստիկների մոտ։ Դա մենակ միստիկները կարող են տենց անել։ Ինչ է մտածում միստիկը, ինքը մտածում որ ինքը չի արեց։ Ինքը ուզեց, դա հայտնվեց։ Իսկ հոգևոր աշխարհում ամեն մի իր, որին դու կպնում ես, դա Աստծո վերաբերմունքն է քո հանդեպ։ Հասկացա՞ք, չէ՞։ Այդ դրա sense շատ հեռու հիշացնող բանը, դա լավ ծնողներն են։ Այ որ երեխան ինքը լավ ծնող ունի, ինքը ինչ գիտի, ոչ թե համ լավ, համ կայացած, իր կարող վատ լինի, բայց կայացած լինի, դա հերիքա, չէ։ Ասեք, այդպես երեխան ինքը ինչ գիտի, որ ինքը հենց ինչ-որ մի բան ուզում է, իր թևի տակ դա հայտնվում է։ Չէ՞։ Այ հոգևոր աշխարհում, դա էլի, որ sense ամեն ինչը ինքը թափանցված է Աստծո վերաբերմունքով։ Կենդանիակի հանդեպ չէ, բաներ կաղամ եմ, բայց շատրը մի չեմ ասում, հա։ Այդ վերաբերմունքով է թափանցված, որի մեջ ինչ կա, Աստծո սերը։ Չէ, դուք պատկերացնում եք, օրինակ ասենք, ինքը ինչպիսի կառուցվածք պիտի ունենա, չէ, որ ասես միաժամանակ այդ անսահման կենդանիակների ամեն մեկի ցանկությունը հենց այդ պահին զգում է, ու իր էներգիան իրան նենց է ենթարկվում, որ այսպես մի անգամից հայտնվում է։ Ու այդ տարբերությունը, որ այնտեղ կենդանիակը հասկանում է, որ այդ ինքը չի, որ այդ տանողը Քրիշնան է։ Հասկանում եք, այդտեղ մտնում է
Այդ որ դու ինչին կպնում ես, էդի Աստծո սիրո արտահայտությունն է քո հանդեպ։ Իր հոգատարությունը, չգիտեմ, էլի հասկանում եք դա ինչ մտորորդ է, հա։ Դա բացարձակապես ուրիշ բան է, էլի, այդ չկա, որ դու ես քո տանջանքն է ու ես իրը։ Որտեղ դու ուրախանում ես նրանով, որ կարողացել ես այս իրը չանկրտելով ինչ-որ տենց ընդհանուր առմամբ աշխարհից պոկես, բերես դնես քո տունը։ Ով է սիմնա։ Դա քո հաղթանակն է։ Բայց իրա մեջ ոչ մեկի սերը չկա։ Հասկանում եք այ բառը կթա էլի, էդի քո հաղթանակն է, ուրիշ ոչինչ։ Իսկ հոգևոր աշխարհում ինչին կպնես, էդի իրա սերն է։ Մոդալ մեզ պատկերացնեցիք, ինչի մասն է խոսքը։ Ու այդ գիտակցումն է, որ մեզ պակասում է նյութական աշխարհում։ Որտեղ նյութական աշխարհում էլ է տենց։ Ինչ որ այս նյութական աշխարհում կա, էդի իրա սերն է մեր հանդեպ, իրա համաձայնությունն է։ Այդ ամեն ինչ որ կա, ինչ որ մենք կարող ենք վերցնենք ու տանենք մեր տուն, էդի էլի իրա էներգիաներն են։ Ու հոգևոր մարդու համար էդի շատ կարևոր է, որ ինքը դա հասկանում։ Եվ որ ինքը դա հասկանում է, պարապադարներ։ Հոգևոր մարդը նյութական աշխարհում էլ է իրան զգում նենց, ոնց որ փիսիկն է իրան զգում կատվի բերանում։ Մկան համար կատվի բերանը էդի ամենա վախենալու ու սարսափելի տեղն է, որտեղ էդի իրա մահն է։ Իսկ փիսիկի համար էդի ամենահուսալի տեղն է։ Չէ՞։ Ու այդ մենք ինչքանով ենք նյութական աշխարհում առաջի քայլերով հոգևոր, չէ՞։ Դա երևում է այդտեղից։ Մենք մեզ ոնց ենք զգում։ Այսինքն մենք վերականգնել ենք այդ գիտակցությունը, որ զգում ենք, որ այն ամեն ինչ որ ունենք, դա Աստծո հոգատարությունն է։ Ու այստեղ իմ ու Աստծո սիրո մեջտեղը կանգնած է մի բան, իմ արատավոր արարքները, որոնք իրանք չեն թույլ տալի, որ ինքը կարողանա իր սերը լիարժեք արտահայտի, տենց արտահայտի, ոնց որ ինքը դա անում է հոգևոր աշխարհում։ Ուրիշ ոչ մի բան չկա, ինչ որ խոչընդոտում է։ Հասկանում եք։ Հա, ուրեմն գերագույն Աստծո ազնվորությունը ունի բազմաթիվ էներգիաներ, եւ այդ բոլոր էներգիաները իրանք ենթարկվում են իր կամքին։ Իմաստունները իրանք հենց այս բանով են իմանում, որն է գերագույն Աստծո ազնվորության մարմնավորումը։ Գերագույն Աստծո ազնվորության մարմնավորումները միշտ արտահայտում են այդ բնությունը։ Չկա տենց էներգիա, որը իրան ղեկավարում է։ Այսինքն դա կարող է գնահատի միայն իմաստունը, որ ինքը շատ լավ հասկանում է ինչ է նշանակում էներգիան ազդում է։ Հա? Եվ ինքը օրինակ տեսնում է, որ այս ազնվորության վրա չի ազդում տգիտության գոյավիճակի էներգիան, չի ազդում կրքերի գոյավիճակի էներգիան, չի ազդում առաքինության գոյավիճակի էներգիան։ Այս կենցաղյակի վրա չի ազդում ժամանակը։ Հա? Պատճառը հետևանքային ոչ մի կապ չի ազդում։ Դա նշանակում է, որ էներգիան ենթարկվում է իրան, ինքը էներգիային չի ենթարկվում։ Հասկացաք, չէ՞։ Ու այդ հատկապես գերագույն Աստծո ազնվորության ու իր մարմնավորումների մեջ, դա մենք հետագայում երբ որ Բաղավատամով պատմություններ կնայենք, ես ամենտեղ այդ կետերը ձեզ ցույց կտամ, թե որտեղ է երևում, որ ինքը սովորական մարդ չի, այնպիսի մարմնավորումն է կամ սա մաքուր նվիրյալը։ Հասկացաք։ Ուրեմն սա հաջորդ բանն է, որը գիտելիքի մեջ շատ կարևոր է, որ կենդանիակը ինքը չունի իր էներգիաները, թեկուզ որակապես նման է գերագույն Աստծո անձնավորությանը, որ կենդանիակները իրանք գերագույն Աստծո հետ որակապես նման են, քանակապես տարբեր են, հա։ Եվ մենք երեք տոնում էինք
բանը Տեր-Չայտանյանի գալուստը, Տեր-Չայտանյան ինքը հենց այդ միաժամանակվա միասնության եւ տարբերության տեսության բաններ էլի ջատագովներ ինքը այդ գաղափարախոսություններ քարոզում, չէ՞։ Եվ կա մի շատ կարևոր բան, որ այդ միաժամանակվա միասնությունը եւ տարբերությունը ընդհանրապես հնարավոր չի հասկանալ նյութական մտքով կամ նյութական բանականությամբ։ Դա ընկալվում է միայն գերագույն Աստծո աստավորության ողորմածությամբ։ Մենք միշտ պետք է հասկանանք, որ հենց որ մենք լսում ենք Աստծո ողորմածություն գաղափարը, չէ՞, մենք միանգամից պիտի հասկանանք, որ այդ որ ասում են անպայման ինքը անպայման беспричинная милость, то есть ինքը չունի ոչ մի պատճառ։ Բաղավատ գիտարում ես այդ թեման քննարկել եմ, որ իրականում երբ որ այդպիսի գաղափար առաջ քաշվում, խոսքը գնում է նրա մասին, որ այո, իր ողորմածությունը նյութական պատճառներ չունի։ Այսինքն գոյություն չունի այդպիսի նյութական գործողություններ, հա, որով դու կարող ես ստանալ Աստծո ողորմածությունը։ Աստծո ողորմածությունը հնարավոր է ստանալ միայն հոգևոր գործողություններով։ Всё։ Նյութական ոչ մի նյութական գործողություններով կարելի է ստանալ միայն կարմա, կամ լավ կամ վատ, արդեն դա կապ չունի։ Դու կարող ես լավ արարքներ կատարես, գնաս դրախտ։ Բայց դա դեռ չի նշանակում, որ դու ունես Աստծո ողորմածությունը։ Դու վաստակել ես դրախտի կյանք, գնում ես դրախտ, վաստակել ես դժոխքի կյանք, գնում ես դժոխք, всё։ Այդտեղ խոսակցությունը ողորմածության մասին չի։ Ու այստեղ հոգևոր տեսեք, հոգևոր կյանքի համար, չէ՞, որտեղ մենք հիմա հենց այդ եք չէ դիտարկում, սկզբունքները, որին մենք պետք է հետևենք, որպեսզի հոգևոր զարգացման մեջ լինենք հաջողակ։ Չէ՞։ Այդ հաջողակ լինելու համար ամենակարևոր այստեղ շատ կարևոր գաղափարներ մենք քննարկեցինք, չէ՞, ու այդ որ կենթանիակը ինքը միաժամանակ նույնն է ու միաժամանակ տարբեր է Աստծուց, որտեղ ինչի տեսեք, մենք քանի նյութական աշխարհում ենք, մենք չենք զգում, չէ՞, որ մենք իր հետ նույնն ենք։ Մենք մեզ իրանից բաժան ենք զգում։ Ինչու՞։ Որովհետև մենք նյութական աշխարհում տառապում ենք։ Ու այն միտքը, երբ որ մեզ ասում են ինքը կա ու դու իր մասնիկն ես, չէ՞, մենք միանգամից իրանից ավելի շատ ենք նեղանում, քան թե երբ որ աթեիստ էինք։ Այսինքն չհասկացա։ Ինչ դեպիս վարվում քո մասնիկի հետ։ Ինչ օրի եմ ես։ Հասկացաք, չէ՞։ Դուք ինքը կարող է շատ ավելի մեծ անդունդ բանանի, չէ՞, դրա համար է որ վեդաները, այսինքն արիացիները իրանք սկզբում այդքան շատ են քննարկում այդ թեման, որ իրականում դա քո կարման, դա քո արարքների հետևանքն է, որ Աստված ինքը ստիպված է եղել քո հետ սենց վարվի։ Չէ՞ դրա համար այդ հանրահայտ գաղափարը, երբ որ հնչում է ուրիշի հետ միանային ինչ որ չես ուզենա որ քո հետ անեն, չէ՞, այդ ինքը շատ կարևոր թեմա է, որտեղ հենց դա է, չէ՞, ստիպում Աստծուն, որ ինքը հետո հատուցի։ Ինչի համար, որ դու էլ տես չանես, որ դու ասեք քո ցանկությունները իրականացնելուց ուրիշ կենթանիակերին ցավ չպատճառես։ Այդ դատից ոչ մեկ չի կարող պրծնի։ Հասկանում եք, կենթանիակները իրանք տես արխային այդ գործերը անում են, որովհետև պատիժը մի անգամ չեն ստա, միանգամից չեն ստա։ Իսկ ես միշտ ասում եմ, միանգամից պատիժ ստանալը դա նշանակում է ունենալ Աստծո ողորմածությունը։ Եթե դուք ինչ-որ ամեն կենթանիակ ինքը շատ լավ գիտի, չէ՞, որ ինքը հիմա վատ բան է անում։ Այո, որ դուք ինչ-որ այդ պահին վատ բան եք անում, ու ձեզ թվում է դուք արեցիք, մարսեցիք, էդի կակրաս, երբ որ ձեզի իմաստունն է նայում, ավելի շատ է խղճում, քան եթե հենց տեղում դուք պատիժ ստանայիք, որտեղ ինքը շատ լավ հասկանում է, թե ինչ է պատրաստվում անի Աստված հետո։ Հասկանում եք, բայց այդ իլյուզիան է, անպատժելիության իլյուզիան է ստեղծում, որը ինքը մարդը ավելի ու ավելի է խրվում, չէ՞, իսկ Աստվածը դեռ մի բանի է հասնում, ինքը մի հատ նպատակ ունի,
որ այդ վատ արարքների մեջ դուք այրեք այն ամբողջ բարեպաշտության պաշարը, որ ունեք, որ այլևս ոչ մի բան իրան չխանգարի, ոնց պետքա ձեզի պատժել, չէ՞։ Ասենք, երբ որ էսի ասում ենք, մարդիկ ֆրազ մտածում են, հա, ուրեմն կարելի է, ուրեմն ես պետք է նամի շուտ այլանդակ բան անեմ, վազեմ ստեղ, պաշար հավաքեմ, որ Աստված չկարողանա ինձի պատժի։ Բայց Աստված նախորոք ասում է, այ հենց տենց ես մտածում, էդի վիրավորանք է, ու այդ վիրավորանքի համար դու հետո 10 անգամ ավելի շատ պատասխան ես տալու։ Դե գնա ինչ ուզում ես արա։ Հասկացա՞ք, չէ՞։ Ուրեմն այստեղ սա շատ կարևոր գաղափար է, որ կենթանի էակի միասնությունը Աստծո հետ եւ այն ֆակտորը, թե ինչով ես, այսինքն որն է աղալմաղալը, սենց էլի, բնական լեզվով եթե ասենք, նյութական աշխարհում ապրող կենթանի էակների ու Աստծո միջև աղալմաղալը որն է, աղալմաղալը այն է, որ մենք բոլոր դերերը խառնել ենք իրար, ու մենք նման ենք այն երեխային, որը դեռ գտնվում է 100%-անով 100%-ով իր ծնողի բարեկեցությունից է կախված, բայց ինչ անկախության գաղափարներ է առաջ քաշում, որ մնում է միակ պրոստը ծնողը ասի, հա, եղավ, վсё, վեկաց, հենց հիմա վեկաց դուրս արի ստեղից, գնա ոնց ուզում ես աղի, էտա չէ մնում, որ ինքը ասի ու վсё, ինչից է երեխան լտստվում ու տենց բառեր ասում ծնողին, որտեղ ինքը գիտի, որ ծնողը տես բան չի անելու, դառնալ լեզուն դառնում է այսքան, այմա մենն էլ էտա, հասկանում եք, մենք այս բոլոր գաղափարները խառնել ենք իրար, ուրեմն Աստված մեզի աշխարհը տա, հնարավորությունները տա, գիտելիքը տա, այս ինչը տա, այն ինչը տա, վերջում մենք ասենք չէ, տես չի, դու տվեցիր, հա լավ արեցիր, դե հիմա թող գնա, ես ուզում եմ իմ կամքով, երեխեքները չէ տենց անում, բան, առանձին տուն եմ ուզում, խեղճ ծնող գնում դեր սարքում դնում վիսի, հա, վсё, հիմա դու գնա դուրպագից չերևաս, ես ուզում եմ էսի ոնց ուզում եմ տենց վայելեմ, անկախություն, չէ, այսինքն մենք բոլոր դերերը սենց խառնել ենք իրար, միան խառնաշփոթ ենք սարքել, չէ, եւ այդ առաջի բանը, որ պիտի տեղի ունենա, կենթանիատը պիտի տարանջատի, թե այդ որն է Իրանը, իսկ որն է, որ Աստված է իրան տալի, ու այդտեղ վերջում, այդ է մնում, որ մեկ էլ դու պարզում ես, որ դու ոչ մի բան չունեիր, ու միակ բանը, որ դու ունեիր, էդի հոգատար ծնողն էր, շո, ուրիշ ոչ մի բան չունեիր, քո գինը, արժեքը, չգիտեմ, քաշը, այ դա է, եւ ուրիշ ոչ մի բան, այդ ինքը տեղի ունենում, դու էդի երբեք չես կարող հասկանալ, քանի դեռ իմը եւ եսի ազդեցության տակ ես, դա տեղի ունենում միայն Աստծո ողորմածությամբ, հա, եւ սա շատ կարեւոր գաղափար է, այսինքն Աստված պիտի քեզանից գոհ մնա, տեսեք, երբ որ դու պայմանավորված հոգի ես, այսինքն ճակատագրի արժանացած հոգի ես, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ամեն ինչ անում է մեր համար, բայց մնում է թաքուն, ծնողներն էլ են, չէ՞ մեկ տենց անում, դու իրանք ամեն ինչ անում են, հետո հեռվից, որ ասման ձեռքը գլխին են պահում, էլի, որ հանկարծ բան չպատահի, չէ՞, ու ինքը մնում է թաքուն, մենք ունենում ենք այդ անկախության բանը, զգացումը, չուզում անում ենք բան, չգիտեմ, այնտեղ Աստված է ինչ-որ մի հատ մարդ ուղարկում, որի մոտ մենք կարողանում ենք աշխատանքի ընդունվենք, որ կարողանանք լավ աշխատաբար, այդ ամեն ինչ Գերագույն Աստծո ազնվորությունն է անում մեր համար, բայց մենք մտածում ենք, որ մենք ինչ-որ արժանիքներ ունենք, հասկացաք, չէ, ինչի, որտեղ ինքը գիտական աշխարհում ասել է, ճիգեր գործադրի, ինչի համար, այդ ինքը ինչի ասել ճիգեր գործադրի, որ մենք այդ իլյուզիան ունենանք, ինքը մեզ օգնել է, որ մենք իրան մոռանանք, ճիգեր գործադրի, այդ ճիգերի դիմաց ես կորոշեմ, որ հա կարելի է, որ դու սա ունենաս, ու դու կմնաս այդ իլյուզիայի մեջ, որ էդի դու արեցիր, հասկանում եք, ինչի է ողորմածությունից կախված, որտև
ցանկացած կապ Աստծո հետ զորով հնարավոր չի վերականգնել։ Աստված պիտի գոհ մնա, որ ինքը քեզ թույլ տա, որ դու տեսնես, ոչ թե թեորետիկի լսես, այլ որ դու sense պարզ տեսնես, թե անձամբ քո կյանքում ինքը քո համար ինչեր է արել։ Հասկացա՞ք, չէ՞։ Չմամեն կարողացա բացատրեմ ինչ եմ ասում։ Ու այսա ինքը ահավոր կարևոր կետ է։ Սա հոգևոր կյանքի այն սկզբնական քայլերի այդ որ լուրջ կենդանիակը ինքը սկսում է լուրջ գնալ դեպի հոգևոր արդյունքները հոգևոր կյանքի, այս հասկացողությունը ինքը շատ կարևոր կետերից մեկն է։ Ու այսօրվանից մենք ձեզ հետ ուրեմն արդեն սկսում ենք մի ուրիշ գլուխ, որը ինքը կոչվում է Սաթանը Բաքսի։ Մենք հասկանում ենք, որ Տեր-Չայտանյան ինքը որպես, որտեղ մենք երբ որ խոսում ենք բանի այս գրվածքի մասին, իր անվանումը, որ ես ամեն անգամ ասում եմ Շրի Չայտանյա Շիքշա Ամրիտա, դա հենց Տեր-Չայտանյայի մասին է, մենք ձեզ հետ քննարկում ենք այն գաղափարախոսությունը, որը Տեր-Չայտանյան ինքը բերել է որպես աստվածամեժության դարաշրջանի կրոնականության հիմքեր։ Եվ այդ իր անվանումը հեստից է կոչվում է Տեր-Չայտանյայի ուսուցումների սերուցքը։ Սերուցքը դա սլիվկի չէ։ Սերուցքը, ամրիտան։ Եվ հիմա դրա համար այս գլուխը ինքը արդեն կոչվում է Սաթանա Իմիննա Բաքտի, որտեղ Տեր-Չայտանյան ինքը 4 յոգաներից, կարմա յոգայից, գյաნა յոգայից, դհյանա յոգայից եւ բաքտի յոգայից որպես աստվածամեժության դարաշրջանում հովանավորված հոգևոր ճանապարհ հայտարարել է բաքտի յոգան։ Ինչու է դա այդպես, մենք ընթացքում Բաքտիվինոդ Թաքուրը շատ մանրամասն մեր հետ կքննարկի այդ գաղափարը, կարողանանք հասկանանք, թե ինչու, բայց հիմնական գաղափարը ինքը կայանում է նրանում, որ մնացած բոլորը եւ կարմա յոգան, եւ գյաნა յոգան, եւ թհյանա յոգան, ես շատ եմ քննարկել ձեզ հետ, ինքը դնում է պահանջներ։ Կարմա յոգան դա, вообще յոգա բառը նշանակում է կապի հաստատում։ Եվ ենթադրում է գերագույն Աստծո ազնվորության հետ կապի հաստատումը։ Երբ որ մենք ասում ենք կարմա յոգան դա այն էտապն է, որտեղ կենդանիակը ինքը գերագույն Աստծո ազնվորության հետ է այդ կապն է վերականգնում իր գործողությունների։ Այսինքն ամենասկզբում, կենդանիակը պիտի հասկանա, թե գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իրենից ինչ պահվածքա պահանջում, այնինչն է կարելի անել, ինչը չի կարելի անել, պրոստը սենց ֆիզիկապես գործողություններ։ Սրանք կոչվում են բարոյականության օրենքներ։ Բարոյականության օրենքները լինում են կոպիտ մակարդակի վրա, լինում են նորմ։ Այսինքն մարմինը ինչ կարող է անի չանի եւ միտքը ինչ կարող է ուզի չուզի, որն է սխալ ցանկությունը, որն է ճիշտ ցանկությունը, որն է սխալ գործողությունը, որն է ճիշտ գործողությունը։ Հասկացաք, սա է այլի այդտեղ խոսակցությունը։ Եվ տեսեք, այդ յոգայով զբաղվելու համար կենդանիակը պետք է ունենա հակում մաքրության հանդեպ։ Ինքը պետք է հակում ունենա բարոյականության հանդեպ։ Եթե ինքը հակում չունի, այդ լինում է այն ինչ որ մեր ժամանակներում է։ Նրանք ովքեր իրանց օրինակ անվանում են քրիստոնյա, սաունաներից, բարերից, այլասերված կյանքից, խմիչքից, չգիտեմ, խաղասենյակներից, քցոցույից, խաբելուց, բնաբարելուց, եսի միջանելուց, գողանալուց, բացի ոչ մի բան անել չգիտեն, խաչ են կախում ու մտածում են, որ իրանք քրիստոնյա են։ Եթե իրանք քրիստոնյա են, մի հատ լավ նայեք ինձի, ես էլ բաներին կայեմ։ Հասկացա՞ք, չէ՞, այդքան հեռու է այդ ամեն ինչը։ Այդ դառնում է դա։ Այսինքն մարդը ինքը փաստացի կարմա յոգայով չի կարող զբաղվի, որտեղ ինքը մաքրության հանդեպ հակում չունի։ Իրան ինչքան բերես ստիպես, որ դու պիտի բարոյականության օրենքներ պահես, իր համար բարոյականության օրենքները այդ 3 ռազմեր փոքր կոշիկն են։
այդ ես այդպիսի հագուստ հագցրել, կոշիկ հագցրել, դուք ձեզ ո՞նց կզգաք։ Այդ նույն բանն է, իրանք մշտական փորձելու են այդ կոշիկը իրանց հագից հանեն, ասեն վա, կարամ սա ուրա գնամ։ Ուրշը, հասկացաք, չէ՞։ Իրանք չեն կարող իրանց բարոյականության դաշտում պահեն։ Հիմա այսպես, հիմա մի հատ այսպես հայացքցեք, էլի։ Ուրեմն 100%-ը նրանք, ովքեր որ հնարավորություն ունեն, իրանք ապրում են ազատ։ Նրանք, ովքեր որ հնարավորություն չունեն, ատում են նրանց, ովքեր որ հնարավորություն ունեն, ինչի են նախանձում, որտեղ եթե հենց իրանք հնարավորություն ունենան, նույն բանն են անելու։ Հասկացաք, չէ՞։ Որովհետև իրական իմաստունի աչքերով հիմիկվա հարուստին նայողը կարեկցանքից բացի ուրիշ ոչ մի բան պիտի չզգա։ Եթե ինքը գազազում է, դա նշանակում է ինքը նույն բանի մասին է երազում։ Ու իր միակ թեման է նա, որ ինչի է ինքը ընդեղ, ոչ թե ես։ Շո, ուրիշ թեմա չկա։ Հասկանում եք, ոնց է կարմա յոգան դուրս եկավ։ Հիմա գյանա յոգան, գիտելիք, էդի բանականություն, շատ սուր բանականություն ունեցող կենդանիների պրոցեսն է, որոնք իրանք ինչ ունեն, իրանք ունեն փիլիսոփայելու հակում։ Հիմա մեր ժամանակներում նույնիսկ հոգևորականների դասի մեջ մենք չենք կարողանում, չէ՞, շատ հաճախ գտնել вообще մարդիկ, որոնք իրանք փիլիսոփայելու հակում ունեն։ Չէ, մենք կարողանում ենք գտնել մարդիկ, ովքեր անգիր գիտեն սուրբ գրվածքը։ Անգիր գիտենալը դա դեռ չի նշանակում, որ մարդը ինքը փիլիսոփայական հակում ունի։ Դա նշանակում է, որ այդ իր անգիր իմանալուց կախված է իր նյութականը։ Դրա համար ինքը անգիր գիտի։ Բայց իրականություն ինքը չունի։ Հասկանում եք։ Եվ նրանք, ովքեր որ փիլիսոփայական միտք ունեն, իրանք ձգտում են հրաժարման։ Որտեղ եք տեսել հիմա։ Ամեն մեկը 15 րոպեանոց վարժություններ է անում մթով հրաժարման մեջ, որ հետո դուրս գա ինչ անի, որ հետո դուրս գա հպարտանա իր այդ մթով մեդիտացիաներով, եսի միջերով, ինչի համար, որ հետևորդներ հավաքի, ինչի համար, որ հեշտ լավ, որ լավ ապրի։ Խոսակցությունը այդտեղ վերջանում է։ Հասկացաք, չէ՞։ Այնպես, պրոստը հայացքցեք, երբեք վերջի անգամ սենց իրական հրաժարվածի, ոչ թե տեսել է, իսկ իրական հրաժարվածի մասին լսել։ Օրինակ ամբողջ Հայաստանում դուք մեկի մասին տենց լսել եք, որ ինքը ինչ-որ ալտարներու բան, գնաս տենց այդ մարդու հետևից ընկնես, որ կարողանաս իրան գտնես։ Հա։ Չկա, չէ՞։ Այս համար եմ ասում, ես այդ իմաստով Ռուսաստանը հարգում եմ, ընդեղ կա։ Ընդեղ կան մարդիկ, որոնք այսպես տայգաներում գնում են միակ փայտերից եկեղեցու նման բաներ, այսպես տեղ է սարքում, մի 10 հոգով եկեղեցականերով այդտեղ առանձնանում են ու առավոտից իրիկուս զբաղված են մենակ այդ։ Ну, раскаяние, вот это все, բայց գոնե ինչ-որ բան մասին մտածում են ու հրաժարված են, էլի։ Հասկանում եք, չէ՞, ինչի մասն է խոսքը։ Այմա դա է պահանջում։ Մենք փաստացի տեսնում ենք, չէ՞, որ մեր ժամանակներում շատ քիչ են դες մարդիկ, եթե ընդհանրապես կան։ Դա եղավ, որ դա էլ չի կարող լինի, որտեղ երբ որ մենք ասում ենք Յուգանդհարմա, այսինքն դարաշրջանի համար նախատեսված կրոն, այդտեղ նկատի ունի, որ այդ կրոնը ինքը պետք է համապատասխանի բոլորին, որ բոլորը կարողանան դրանով զբաղվել։ Հա, ուրեմն տեսեք, կարմա յոգայով մեր դարաշրջանում հատուկենտ մարդիկ կարող են զբաղվել, գյանայով տեմբոլը, յոգան, այն բարեք ձեզ, հոգնել եմ դրա մասին խոսալ։ Իրական յոգերը, չէ՞, Во-первых, իրանք ինչ չեմ ինչ, իրական յոգերը այդ անձնավորություններ էին, որ եթե մեդիտացիայի մեջ էին մտնում, դա տևում էր տասնյակ տարիներ, հազարավոր, ոսկե դարաշրջանում հազարավոր տարիներ մտնում էին մեդիտացիայի մեջ դուրս չէին գա։ Ով հիմա տենց որ կամ
Ասեք, էտելա չէ, ընտրյալների համար։ Հիմա տեսեք, իսկ երբ որ արիացիների քաղաքակրթություններ, այդ 4 աստիճանն էլ կար։ Ընդհանուր մարդիկ զբաղվում էին կարմա յոգայով։ Ինչու՞, որտեղ այդտեղ ապրում էին մենակ նրանք, ովքեր մաքրության հանդեպ հակում ունեն։ Եթե կենդանիակը ինքը մաքրության հանդեպ հակում չէր ունենում, արիացիները իրան կամ ստրուկի կարգավիճակ էին տալիս ու սկսում էին փորձել դաստիարակել, որ ինքը այդ հանգումը ձեռք բերի, եթե ինքը չէր ունենում, իրան ասում էին կներես, արի դու ինչ ունես այդտեղ հավաքի, գնա այնտեղ ապրի, որտեղ որ այդ ազատներն են ապրում, այստեղ չես կարող ապրես։ Քո համար այնտեղ հատուկ պետություն կա, գնա այնտեղ ապրի։ Հասկանում եք, չէ՞։ Իսկ մեր ժամանակներում այդ ամեն ինչը հնարավոր չի։ Հիմա բակտին ասվում է, որ բակտի յոգան ինքը իր մեջ ընդհանրապես համարվում է, որ ինքը յոգաների թագուհին է։ Ինչու՞։ Որտեղ իմինը բակտի յոգայի process-ն է, որ բերում է կենդանիակին վերջնական նպատակին։ Բակտի յոգան է, որ կենդանիակին վերադարձնում է իր հոգևոր մարմինը, հա, ուրիշ ոչ մի process հոգևոր մարմինը չի վերադարձնում։ Ազատագրում է նյութական աշխարհից, բայց հոգևոր մարմինը չի վերադարձնում։ Բակտի յոգան ինքը վերադարձնում է կենդանիակին իր հոգևոր մարմինը եւ բան անում возрождает։ Նա վերածնունդ է տալիս գերագույն Աստծո ազգավորության ու կենդանիակի հարաբերություններին։ Հա, դրա համար ինքը համարվում է ընդհանրապես դաժե արիացիների ժամանակ ինքը համարվում էր յոգաների թագուհին։ Հիմա եւ ասվում է, որ ինքը իր մեջ պարունակում է բոլոր յոգաները եւ կարման, եւ գյանան, եւ դյանան, եւ բնականաբար բակտի։ Հիմա սա նշանակում է, որ բակտի յոգան իր մեջ պարունակում է հզորություն կենդանի էակի մաքրությունը վերականգնելու, այսինքն դարձնելու իրան կարմա յոգայի մասնակից։ Հասկանում եք ինչի մասն է խոսում, այդ կարմա յոգա, որ ասում եմ, չեք խառնվում, չէ՞ արդեն։ Հասկացաք ինչի մասն է խոսքը։ Այսինքն տեսեք, եւ դրա համար, չէ՞, բակտի յոգան իր կառուցվածքով ինքը այսպեսին է։ Այ առաջինը, այդ ինչ որ մենք հիմա կսկսենք ուսումնասիրել եւ այդտեղ լիքը շատ հետաքրքիր բաներ կիմանանք, առաջինը դա սաթանա բակտին է։ Մի քանի խոսք կա, որ հիշեք էլի, հա։ Առաջինը դա սաթանա բակտին է։ Սաթանա բակտին իր մեջ պարունակում է երկու էտապ։ Ինչ է նշանակում սաթանա։ Սաթանա նշանակում է կարգավորիչ սկզբունքների հետևելու պրակտիկա։ Ինչ է կարելի, ինչ չի կարելի։ Այ եկար հոգևոր կյանք, հա, հիմա եւ բակտին ինքը այսպես է, ինքը այնքան ուժ ունի իր մեջ, այնպիսի ինստրումենտներ ունի, որ ինքը արատավոր մարդուց չի վախենում։ Հասկացաք։ Ով ուզում է սևի։ Ուզում է սևի նարկոման, ուզում է սևի հանցագործ, ուզում է սևի քող, ուզում է սևի մարդասպան, մանյակ, չգիտեմ, անբարոյական, ինչ ուզում է սևի, ով ուզում է սևի։ Հասկացաք, չէ՞։ Օրինակ մեկ կան մարդիկ, որոնք իրանք ասեն, երբ որ ուզում են բակտին այսպես բանանեն, նսեմացնեն, հա։ Կան մարդիկ, որոնք իրանք ասենք հոգևոր մեծ բարձունքների են հասնում բակտի մեջ, բայց ասենք ինչ որ կարող է մի քիչ բան անցյալ ունենալ։ Հա, ես այդպիսի հոգևոր ուսուցիչ գիտեմ, որ ինքը բան за мелкое хулиганство сидел в тюрьме։ Բայց հիմա ինքը հոգևոր ուսուցիչ է։ Մեկ էլ ինչ-որ մեկ չէ, ռեալ հոգևոր ուսուցիչ է, էլի ամենատեպս այս process-ի համար ռեալ հոգևոր ուսուցիչ է։ Ասեք կարմիր մարդ է, որ ինքը գալիս է, որ ինքը ուզում է մի բան ցեխոտի, ինքը ասում է, արա դու այն մարդը չես, որ բանտում էիր նստած։ Ես մեկ կողքից որ նայում եմ, ասենք միշտ մտածում եմ, էլի, ասենք պես ինչ հետաքրքիր է, հիմա այս մարդը ինքը միանգամից խեղճանում է, երբ որ իր անցյալն են հիշացնում, ու ինքը չի կարողանում էլի անդիմանալ,
որ ասի հա իհարկե, հիմա դու նայի, որ ես այն էի, ով բանտում նստած էր, հիմա տեսնում ես չէ, որ առաջին սուրբա նստած, այդ բացին ինձ հետ է տարել, ու էդի իրա պարկ, հասկացակ չէ, այդ դրա համար է, որ ասեք, ասվում է, որ ինքը յուրահատուկ ուժ ունի ու ինքը, տեսեք, արդեն ինքը մի անգամից, այդ առաջի քայլից մենք հասկանում ենք, որ բացիորեն ինքը մեր ժամանակի համար, բոլորի համար ընդունելի է, որտեղ ինքը ասում է, ով ուզում է սեղի, այս որ միշտ ասում եմ, երեկել էի, չէ, ասում, որ այդ նախանշանը ինքը ով է տվել, Հիսուսը, որտեղ ինքն էր, չէ, նույն բանն ասում, այ որ կասազած մեղքերի մեջ թաղված հրյաները կասազած քարեր էին վերցնում, որ մեկին սպանեն, Հիսուսն ասեց, ով մեղք չի գործել, այն դու կարևերցի գծի, ոչ մեկ վիճարես չէ կարևերցի։ Հասկացաք, դա սա մեր դարաշրջանի ամենակարևոր բանն է, ու այս կետում սխալ են թույլ տալի բոլորը։ Տեսեք, այդ որ բացի յոգան ինքը այդ հզորությունը ունի մարդուն մաքրության մեջ հաստատելու։ Տեսեք, դուք ինքներդ այստեղ մարդիկ եք, որոնք ասեք, ես չեմ կարող ասեմ, որ ինչ-որ այստեղ մարդիկ կան, որոնք շատ ծանր անցյալ են ունեցել, կամ չգիտեմ, հանցագործներ են եղել, կամ եսի միջ են եղել, չէ՞։ Բայց ասեք, մսակեր եղել ենք բոլորս, չէ՞։ Եմ ասել, ուրիշ ոչ իման չլինի, էդի կա ու կա, չէ՞։ Բայց ասեք, տեսեք օրինակ, ձեզանից շատերը այնպիսի մսակեր են եղել, որ դաժե չեն էլ պատկերացրել, չէ՞, որ կարող է ինչ-որ առանց միս ուտելու ապրել։ Բայց իրանք գալիս են վակցի, սկսում են մանրակրկնել, մեկ էլ իրանցով, մեկ էլ նայում են տեսնում, որ պրոստը ոչ էլ ուզում են այդ ամեն ինչը։ Սարս բրծակ գնաց, ոչ մի պայքար, ոչ մի գլուխը պատերով տալ, չգիտեմ, ես իմ բան, ոնց է, սիգարետը ծարգելու համար ինչ են անում, ինչ ասես անում են, չէ, կաֆետ են ու թողել, չգիտեմ, ինչ են անում, ինչ-որ մարդը սկսում է ինչ-որ հիստերիկ բաներ անել, որ կարողանա այդ անի։ Մարդը ուղղակի մանտրայ է կրկնում, ու այդ մանտրայի ուժը իրան բերում անտեղ, որ ինքն իրան բնականից հրաժարվում է մսից, առանց ոչ մի ճիքերի, առանց ոչ մի առանձի ինչ-որ տանջվելու կամ եսի բիչ անելու, չէ։ Այդ է իր ուժը։ Ու տենց ինքը վարվում է ամեն ինչի հետ։ Դրա համար, չէ, տեսեք, բացի տրամաբանությունը ինքը լրիվ ուրիշ է։ Օրինակ տեսեք, թող քրիստոնյաները ինձ ներեն, բայց այնտեղ ասենք ոնց է, չէ, այնտեղ էլ է ասում, որ հա, բոլորն էլ մեղավոր են, ու ես բոլորին ընդունում եմ, չէ, Հիսուս այդպես, ինքը բոլորին ընդունում է, ամենաանկասներին ընդունում է, բայց իրանից հետո ինչ է պահանջվում, պահանջվում է, որ ինքը անցնի այդ ռասկայինը, այդ ապաշխարման պրոցեսը, չէ, ու այդ ապաշխարման պրոցեսի մեջ ես այդպես հեռու բարեկամներ ունեմ, որ իրանք, ասենք, այն քրիստոնեական ճանապարհներից մեջ են, որոնք ռեալ ներքին քրիստոնեությամբ են զբաղված, ոչ թե ինչ-որ արտաքին խաչ-մաչ կախելով, ասենք նայում ես տեսնում ես այս մարդուն 50 տարի է գիտեմ, այս մարդը ընտանիքով հանդերձ 50 տարի է, մշտական, նստած, կարդում են, քննարկում են իրանց մեջի թերությունները, ինչ այդ խես կյանքը, այդ խես մարդը իրան ոչ կյանքում մի հատ բան չի արել, բացի նրանից, որ միս են ուտում, որտեղ դե քրիստոնեությունը դա չի արգելում, չէ։ Լավ, ինչքան կարելի է, էլի, որ սենց հա քեզի քերես, այդ արդեն չի իմանում ինչ անի էլ, հասկանում եք, որ ինչ-որ մի հատ երջանիկ վիճակի գա, որտեղ, չէ, ինչքան ուզում ես քեզի քերի, էդի չի պրծնում, դու մեկա մեղավոր ես, մեկա անգած ես, մեկա քանիստեղ ես, միջև վեճ, պիտի երեսը ճանգրելով լացես, ասես, վայ, ես ինչ ա արել, Եվան։ Այդ ինձ ամենաշատ ագժվասնում էլի, քրիստոնեության մեջ, թող ինձի ներեն էլի, հասկացակ չէ, ես հույսով եմ, որ ասենք բոլոր նրանք, ովքեր ինձ լսում են, իրանց քրիստոնեությունը այդ ճիրաններից հանում են էլի, որ դա Քրիստոսի հետ ոչ մի կապ չունի, հագիստ շունչ են քաշում իրանց համար ու գնում են առաջ էլի, այրոք Հիսուսի հետ երջանիկ լինելով, հիմա լավ, այդ չենք քննարկում։
Հասկացաք չէ։ Հիմա ինչ է ասում Բաքսին։ Բաքսին ինքը նույն ձևի բոլորին ընդունում է։ Ով ուզում է սա։ Ինքը մի հատ բան է ասում։ Ինքը ասում է, այ դու եկար, հա, մի անգամ անկեղծ Աստծո անունը կրկնեցիր, տեսեք ասենք, այ քրիստոնեության թերությունը ստեղ մի անգամից երևում է, չէ՞։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անունը քո, Հիսուս ջան, բանունն է ինչ է, եսին։ Այդպես կանգնեց, չէ՞։ Տեսեք, ինչի, ոչ թե ես վստահ եմ, որ տես չի, որ ինքը չգիտեր Աստծո անունը։ Ոնց կարող է Աստծո որդին Աստծո անունը չիմանալ։ Ինքը միտումնավոր չի ասել, չէ՞։ Հայերեն չգիտեմ ոնց է, ինքը տես մեծ աշակերտ ամեց է, անունը Ֆոմա։ Այդ Ֆոման ինքը իր բան ունի, իր այդ ավետարան չէ, ինչ է կոչվում։ Չէ, այդ 4 բաները ինչ են կոչվում։ Да, вот Евангелие, ну по-русски Евангелие, а по-армянски как? Че. Ну, в общем, эти, вот у него есть своя Евангелие, русеренаса, знаете? А? Че. Иран Масичеву. Да, все, просто. У него есть своя Евангелие. А скажи, ничего не так говорит Иисусе Масин, не рапорца, а? У меня мехат герхиуне есть, вот инка шут գնում Անգլիա, նո դվիրալներից էր։ Ու ինքը մի անգամ այդ Եվանգելիան անգլերեն լեզվով բերել էր, թե սովետը նոր քանդվել էր, մենք ուր Ֆոմայի Եվանգելիան ուր իսկի ավետարանը այդքան բան չէր էլի, չէ՞ որ մեկել մայիսի միջել է, այդ սկսել էր թարգմանել։ Մեկ մի օր ոգևորված եկավ, երեխեք ասում, ալը տեսեք ստեղ ինչա գրված։ Ուրեմն Ֆոման գրում է, ասում է, եւ մի անգամ ես մոտեցա Հիսուսին ու իրան ասեցի այդքան որ ասում ես Սուրբ Եղիցի անունը քո, անունը ինչ է։ Այդ որ ինքը ասեց, ես քարացա, ասիկա ո՞նց, հետո ինչ ասել։ Հասկացա՞ք։ Հիսուսը ինչ-որ բան է պատասխանում իրան, հետո ինքը որ ես կոմա գալիս, իր տանում այն կողմը ինչ-որ բան է պատասխանում, ընդհանուր եմ ասում էլի։ Ուրեմն տանը պատասխանում ինքը որ հետ է գալի, աշակերտները վրա են տալի, ասում են ինչ ասեց, թե ես հիմա ձեզ ասեմ, ինքը ինչ ասեց։ Այ մեզի ոնց են քարկոծում, այ դուք ինձի տենց կքարկոծեք։ Տեսեք, այսինքն ինքը այդ էպիզոդով Հիսուսը ինքը ցույց է տվել, որ ես անունը գիտեմ, պրոստը ես գիտեմ դուք ինչ կանեք, եթե ես այդ անունը ասեմ։ Դրա համար այդ անունը հենց փակ է, всё։ Հասկացաք։ Չէ՞։ Հիմա տեսեք սերս։ Ուրեմն, բայց անունը ինքը հայտնի է։ Հիմա արիացիները իրանք մի քանի Աստծո անուն ունեն, որոնք այդ անունները իրանք շատ հզոր են, պրոստը որպես վիբրացիա իրանք շատ հզոր են, չէ՞։ Հիմա իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են Աստծո անունները այս է, մի անգամից բաց հանգիստ ասում են, այս է, հա։ Ինչի ասա, դա բարձաբանվում է, բացատրվում է։ Եվ հիմա ուրեմն իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են, այ Աստծո անունը ինքը այնպիսի հզորություն ունի։ Հիմա հասկանում ենք, թե այ ինչն է, որ քրիստոնեության մեջ չկա, այ այդ ինքնուրույն գործող հզորությունը։ Հասկացաք, չէ՞։ Որը ինքը ամենամեղավոր ազնվորությանը միանգամից բարձրացնում է ուրիշ պլատֆորմայի վրա։ Որտեղից են ասում արիացիները։ Իրենք ասում են, եթե դու մի անգամ առանց վիրավորանքի կրկնես Աստծո անունը, քո ամբողջ նյութական գոյության ընթացքում ինչ արել չես արել, դա անմիջապես քեզ ներվում է։ Այդ ինչ ասեց, այդ հոգեբանական տրուկ, չէ՞։ Ինչ ասեց։ Ասեց ուրեմն այդ վատ ես արել, լավ ես արել, ինչ ես արել, խմող ես, ծխող ես, անբարոյական ես, գող ես, մարդասպան ես, դա մոռացար, всё, դա չես վախենում, որ դրա համար քեզ պատժելու են։ Всё, պրծավ դրա մասին մոռացի։ Որտեղ տեղի ունեցավ ամենակարևոր բանը։ Դու վերականգնեցիր քո կապը Աստծո հետ։
Սրանից հետո Աստծո համար ոչ թե ամենակարևորը ոչ թե հենա որ դու քեզի զորով սաղորը քերես, մակրես, բանի մեջ կենտրոնացած ես քո թերությունների վրա, այլ Աստծո միակ նպատակը այն է, որ սրանից հետո դու իր հետ հարաբերությունների մեջ սկսես վերականգնել քո մաքրությունը։ Всё, ուրիշ ոչ բան քեզ այլ չպահի։ Просто надо вспомнить, что ты чистый. Հասկացաք, հա? Եվ տեսեք, ասենք, շատ անձնավորություններ կան, որ գիտեմ գալիս են բակցի, մեկ են նամից տեսնես համար, տարիներով, այսպես, տարիներով, էդի գիտեք ոնց է, էլի, ոնց որ, սենց մարդուն տվել են դեղը, ինքը խմել է, հիվանդացել է, լավացել է, իրան ասում են այս դեղը պրոստը ամեն օր խմի, որ հիվանդությունը չվերադառնա, ինքը ասում է չի սպասի, ամեն չխմեն, որ այդ հիվանդությունը իմ հետ լինի, ինչի, որտեղ որ ես հասկանում եմ, որ ես հիվանդ եմ, ես ինձի խղճում եմ, ինձի ուրիշներն են խղճում, հետո ես արդեն սովորել եմ, էլի, որ լավ չէ, հա, ու զորով, այսպես, ինչ-որ մի բոբետ կռիվ է գնում, հոգևոր ուսուցիչը Կրիշնան, կենդանեակի ձեռից իր այդ մեղքերը խլում են, ինքը վերադարձնում է, если խլում են, ինքը վերադարձնում է, չէ բայսի ոնց կլինի, արա դրա մասին մի մտածի, արի արա, չէ բայսի ոնց կլինի, հասկացաք, չէ, ուրեմն ինքը սա շատ հաճախ հանդիպող սխալ է, որը շատ խոչընդոտում է կենդանեակի հոգևոր աճը։ Առաջին բանը, որ մենք պետք է հիշենք, դա սա է, որ երբ որ մենք մի անգամ, տեսեք ինչ եմ ասում, մի անգամ անկեղծ կրկնեցինք Աստծո անունները, մեր դեպքում մանտրան, հա, այդ պիտի հասկանանք, որ ինչ արել չենք արել, Աստված այդտեղ մի անգամից քեզի դա ներում է։ Դրանից հետո հետաքրքրվում ես ինչ լավ բան կա քո մեջ։ Ու քո հոգևոր աճը ինքը կանում է դրանում, այդ լավը զարթացնել իրան կիրառել, զարթացնել իրան կիրառել։ Թե դա ինչպես է կատարվում այդ process-ը, այդ process-ը հենց կոչվում է սատանյան բակտի, այսինքն կարգավորիչ սկզբունքներ պահելու process-ը։ Ինչ է նշանակում կարգավորիչ սկզբունք։ Կարգավորիչ սկզբունք նշանակում է, որ սկզբում ես անում եմ մի բան, որը կարող է ինձ այդքան դուր չգա, բայց ես հասկանում եմ, որ այդ պետք է։ Օրինակ, Բակտի յոգան ինքը ամեն ազնվորությանը առաջարկում է 16 շրջան մանտրա կրկնել ամեն օր։ Այդ 16 շրջանը, եթե դու ասում ես պուլեմյոտի արագությամբ, տևում է ժամ 20 րոպե։ Ժամանակակից մարդը հատկապես կանայք, իրանք չեն իմանում այդ 1.5 ժամը որտեղից գտնեն, որ կարողանան մանտրա կրկնել։ Հիմա մենք լավ նայեք ձեր շուրջը, ուրեմն նրանք ովքեր որ չեն իմանում էդի ոնց անեն, էդի անում են։ Այստեղ դուք հիմա ինչ քանի տղամարդ եք տեսնում։ Հասկացաք, չէ՞։ Իսկ նրանք ովքեր օբյեկտիվորեն այդ ժամը ունեն, իրանք գերադասում են ընկերների վրա ծախսել այդ ժամանակը, բազմոցների վրա ֆուտբոլ նայել, գալեջուրու խմելով, չգիտեմ ինչ։ Անգալության վրա ծախսել։ Հասկացաք, չէ՞։ Բայց հիմա տեսեք, այդ չեն քննարկում։ Ասենք կենդանեակը ինքը ընդունեց վակցին, չէ՞։ Ուրեմն, առաջին բանը, որպեսզի ինքը կարողանա Բակտի յոգայի պրակտիկան մտցնի իր կյանքը, ինքը պիտի սովորություն ձեռք բերի շուտ զարթնել։ Որպեսզի ինքը շուտ զարթնի, ինքը պետք է սովորություն ձեռք բերի շուտ քնել։ Ժամանակակից մարդը ինքը ապրում է դրա ուղղակի հակառակը, չէ՞։ Ինչի է ապրում ուղղակի հակառակը, այնչի է դա պետք ստացվում։ Որովհետև ինքը հասարակությունը, որ դեմոնական է, մարդու կյանքը ոչ մեկի համար ոչ մի նշանակություն չունի, չէ՞։ Ու մարդը ինքը աշխատում է շատ ավելին, քան պետք է։
Մենք դեռ կտեսնենք, որ վակցինոտ թակուրը ինքը կասի, որ գործատուն պիտի մարդուն աշխատացնի այնքան, որ մարդը չհոգնի։ Տեսեք, հիմա օրինակ, ես դա երևի իրականում վախենալու է ասելը, բայց ճշմարտությունը է դա, ես առանց թշնամանքի եմ դա ասում։ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիա, հիմա իրանց միացան նաև Միացյալ Նահանգները, չէ՞, որոնք իրանք հիմա գնում են բռնապետություն կառուցելու ճանապարհով, ում վրա են առաջի հերթին հարձակվել դեմոկրատիայի։ Հիմա Եվրոպան ինքը հրտվել է մեծ հարվածի տակ, բայց եթե հենց եվրոպական երկրներում չէ, որ հասել են այն արդյունքին, որ մարդը ինքը շաբաթվա մեջ օրինակ 3 օր չի աշխատում։ Կամ կա ինչ-որ մի ժամ, որից հետո էլ չի աշխատում։ Թեկուզ այնտեղ էլ տեսեք, ինքը մեկը գալիս է այն պահը, չէ, որ այդ միգրանտները, որը գալիս են, որոնք իրանք պատրաստ են 12 ժամ աշխատեն, ինչու, որտեղ իրանց մոտ 20 ժամ են աշխատել, պատկերավոր ասած, իրանց համար է 12 ժամը, ես իմ вообще քթած բան է, չէ, ու իրանք կամաց այդ բանը, այդ համը գցում են եվրոպացի աշխատատուների մոտ, չէ, որ կարելի է ավելի նյութական տեսանկյունից ավելի շահավետ է անել սա, այսինքն իրանք տանում են այնտեղ, որ շահավետը այն է, որ սովորական մարդը միշտ բռնաբարված լինի։ Իսկ արիացիները իրանք կամ իրական կրոնական հասարակությունը ինքը պետք է լինի այդպիսին, վակցինոտ թակուրը ինքը դա դեռ բառացիկ ասի, ես հատուկ ձեզ համար այդ բառացիկը կարդամ, եւ որ ինքը կասի, որ ամեն մարդ պիտի աշխատի այնքան, որ չհոգնի։ Տեսեք, եթե ինքը, օրինակ, մարդը եթե ինքը աշխատում է, օրինակ, առավոտը ժամը 9-ից մինչև 4-ը։ Ամբողջ երեկոն դեռ իր առաջա, չէ՞։ 4-ից մինչև 10-ը ինքը այդ ինչ որ սա անում է, երբ որ գալիս է տուն 8-ին եւ ստիպված մինչև 2-ը չի քնում, որ իր կյանքից ինչ-որ մի բան հասկանա, ինքը տանում է 4-ից 10-ը։ Ու 10-ից հանգիստ գնում է քնելու։ Հասկացաք։ Դրա համար ուրեմն այս է։ Սատանա ինքը կոչվում է, որ հիմա մենք ապրում ենք այս կենցաղով, ինչ կենցաղով, որ մենք ապրում ենք։ Եվ Սատանա բակցի դա նշանակում է առաջի քայլերով ես պետք է մտահոգվեմ նրանով, որ հոգևոր կյանքը, ինքը կյանքը կարողանամ մտցնեմ իմ կյանք։ Իսկ դրա համար ես ինչ պիտի անեմ։ Ես պետք է տարանջատեմ ինձ համար ոչ այդքան կարևոր բաները, չէ, որտեղ եթե քանի դեռ ես աթեիստ էի, այդ կոկորդս չորացավ։ Քանի դեռ ես աթեիստ էի, եթե ես կին եմ, եւ ինչ-որ բաներ այդպես ձեռքս քարի տակ չի, շաբաթվա մեջ 2-3 անգամ գնում եմ կամ Երևան մոլ կամ չգիտեմ ուր շոփինգի, պրոստը ընկերուհիների հետ նստելու, սուրճ խմելու, օր անցկացնելու։ Ու դա ինձ համար հանգստյան օրն է, չէ՞։ Ինչ որ ժամանակ եմ տրամադրում բարեկամներին, ինչ որ ժամանակ եմ տրամադրում երեխաներին, ինչ որ ժամանակ եմ տրամադրում ընկերներին, չէ՞։ Ինչ որ ժամանակ, ոբշե, ինչ որ բաներ կա, որը մենք չենք կարող ասել, որ այդ ամեն ինչը ինքը մարդուն պետք չի։ Բայց մարդը առաջին հերթին պիտի կարողանա վերանայի իր կյանքը, որպեսզի կարողանա հոգևոր պրակտիկան մտցնի իր կենցաղ։ Եթե մենք ընդհանուր առմամբ ենք վերցնում, այդ ինչ-որ բակցի պրոցեսն է, ինքը ամբողջ օրվա մեջ պահանջում է 2 ժամ, որ ազատվի 2 ժամ, որպեսզի ասենք ժամ 20, ժամ ու կես լսվի կրկնվի մանտրան, հա, եւ այն կես ժամը, որ այնտեղ մնում է, դա առավոտյան եւ երեկոյան ծառայություններն են։ Եթե դուք մենակ եք, ծառայություն անելու համար 15 րոպեն այսքան է։
Всё։ Այսինքն ինչ որ ժամանակ պիտի տրամադրել։ Եվ այդ դա է ինքը կոչվում, որ ես այդ կարգավորից սկզբունքներ եմ ընդունում։ Այսինքն եթե ես առաջ ուղակի sense բարձի թողի ոնց ուզում ապրում էի, հիմա ես պիտի հասկանամ, որ հոգևոր կյանքը ինքը լրջություն է պահանջում, եւ առաջին հերթին, որպեսզի ես կարողանամ մաքրություն վերականգնեմ, այդ մաքրությունը վերականգնելու համար ես պիտի հոգևոր պրակտիկա վերցնեմ։ Այն ինչը որ ինձ բարձրացնում է։ Բhakti yoga-ում այդ երկու հատ բարձրացնող ուժերը դրանք առավոտվա երեկոյան կատարված ծառայություններն են աստվածություններին կամ իրաց նկարներին կապ չունի։ Հա, եւ մանտրայի կրկնողությունը, որ այսպես կոնկրետ ժամանակ են պահանջում, որովհետեւ լեկցիա լսել, գիրք կարդալ, չգիտեմ, ինչ ամեն ինչ ես կարող եմ անել, չգիտեմ, մետրոյում քայլելուց, ճաշեպելուց, եսի միջանելուց, կարող եմ մի քիչ ուշադիր չլսեմ, մեկ է։ Դրա համար ասենք մենք կարողանում ենք տեսնել, որ գիտելիք տեղափոխողները մեր դարաշրջանում իրանք շատ համբերատար են, հա։ Ասենք իրանք կարող են նույն բանը 100 անգամ կրկնել, այստեղից, այնտեղից, տարբեր կետերից, բան ինչի համար։ Որտեղ իրանք գիտակցում են, որ մարդկանց 80%-ը իրանց լսում է մեքենայի մեջ, ճաշեպելուց, գործանելուց, եսի միջանելուց, հիմա այս մի անգամը դու մի հատ շատ կարևոր բան ես ասել, կարող է ինքը այդ պահին ճաշեր եփում։ Այս մյուս անգամ ասել ես, կարող է այդ պահին այս մեկը որ ճաշեր եփում այդտեղ արդեն լսեց, բայց այդ մյուսը որը ճաշ չէր եփում, ինքն էլ այնտեղ պայմանագիր էր կնքում, եսի միջերանում բաց թողեց։ Հիմա սրա համար դի մի անգամ կրկնես, հա։ Ու այդպես մենք համբերատար ինչ որ գաղափարներ կա, որ մշտական կրկնում ենք, որ գոնե մի անգամ հասնենք այն պահին, երբ որ ինքը ուշադիր էր, որ այդ միտքը անպայման ընկալվի։ Ինչու՞, որովհետև մտքեր կան, որ առանց իրանց ընկալման հոգևոր առաջընթացը հնարավոր չի։ Ու դրա համար ստիպված ես ելնում իմенно այդ մեխային մտքերը, սենց հա դալբիցան ես էլի։ Մինչև կընկնես այն պահին, որ ինքը ուշադիր է, մեկեք ասում են, ես աշակերտ ունեմ 12 տարի հետո, 12 տարի պատկերացնում եք, մեկ էլ ինձի մի հատ նենց նամակ գրեց, որ ինքը մի հատ բան է հասկացել, որը ես 12 տարիա կրկնում եմ։ Հասկացեք, 12 տարի ասել եմ, այդտեղ ընկա այն պահին, որ ինքը ուշադիր է։ Դուք հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Ես ուզում էի նստեի ու լացեի, բան չէ։ Այնքան էի տխրել, իրան թումերիք ինձի ուրախացրել, ես ուզում էի գնայի կախվեի։ Որ ասեք, այն ամենասկզբի գաղափարներից մեկը, ինքը 12 տարի, վաու, մարդան ջարդ չասում, ես ինչ ասեցիք, ասում, ինչ եմ ասել, բալես, ինչ դա, մեկ է որ չասեց, ինչ եմ ասել։ Ուզում էի գնայի մերնեի լուրջ եմ ասում։ Ու ինքը զարմացավ, ես ինչի չասեցի, վաու, как ты такое понял, ես ասի, հա, դե լավ է, հասկացաք, չէ։ Այսինքն, այդ է էլի, որ այդ ամեն ինչ հետո կարելի է ընթացքում անել, խնդիր չկա, այդտեղ կամաց կարելի է առաջ գնալ, բայց կան ինչ-որ գործողություններ, որ իրանք շատ կարևոր են, մեկ այդ ամբողջ տեխնիկան հենց այս գլխում կարդալու ենք, մանրամասը Բhaktivinoda Thakur ունենց կծապի կդնի բերաներս, որ բան չի լինի։ Հիմա այսօր մենք պիտի հասկանանք, որ հոգևոր կյանքը ինքը առաջին քայլով սկսում է նրանով, որ կենդանիակը ինքը պետք է հասկանա երկու կարևոր բան։ Առանց կարգավորի սկզբունքների, այսինքն առանց դրա, որ ինքը չտարանջատի, որ ինչա կարելի, ինչը չի կարելի անել, հա, կյանքում, առանց այդ հասկացողության ինքը առաջ չի կարողանալու շարժվի։ Եվ առաջի հերթին ինքը պիտի այդ բանը անի, երկրորդ առաջինը դա նա է, որ ինքը պետք է մտածի, թե այդ ոնց ներդնի հոգևոր պրակտիկան իր կյանքում, այսինքն ժամանակ դրա ազատի հոգևոր պրակտիկայի համար։ Այդ որ ինքը այդ ժամանակը ազատեց, այդ ժամանակը ինքը պետք է շատ ժոստկի օրենք վերցնի, որ այդ ժամանակը ինքը ոչ մի բանին չի զիջում։ Եթե իհարկե չգիտեմ, այդտեղ պատերազմ չի եղել, չգիտեմ, ծնողը չի մահացել, բայց որ էքստրեմալ բան չի եղել, ինքը չի զիջում։ Որովհետև ինքը սենց է էլի,
Օրինակ ասենք, երբ որ կինը ինքը որոշում ա, որ շա, ես ընդունել եմ վակցին, ամուսնու հետ մի քիչ խոսում ա, ամուսին ասում ա, լավ, դեմ չեմ, արա, հա, հենց որ կինը գալիս ա այդ ժամը, որ ինքը պետք ա նստի բատրակել գնի, ամուսինը րոպե մեկ դուռ ա բացում, նասկիների սուրա, լտուր, գնաց, սպասեց, գնաց, բերեց, 2 րոպե հետո, ես իջս ոնց ա, մի հատ չայ դիր, մի հատ չգիտեմ ես արա, մի հատ ես ինչը զանգեց, այն ինչը չեմ ամսեց արա, ինքը քեզ հաս կսում ա, որտև ինքը սովոր ա, որ դու ծառայում ես միայն իրան։ Ու երբ որ ինքը հանկարծակի տեսնում ա, որ դու իրանից բացի դե ինչ-որ մեկին էլ ես ծառայում, ուզում ա եթե Աստվածը լինի, ուզում ա լինի, իր համար Աստվածը ինքն ա, վերջ։ Հասկացա՞ք, չէ, դուք չմտածեք կանայք տենց չեն անում։ Կանայք անում են դույն բաները, հենց որ տղամարդը ինքը նստում ա, որ սկսի կարդալ, կինը գալիս ա։ Дорогой, у нас закончилась картошка, կարող եք գնաս խանութ։ Հա, սկսում ա դե, ասեք կինն ինքն իր հերթին ա սկսում։ Ջորգից, որ իր ուշად ինքը գրավի ուշադրությունը, որտեղ ինքն էլ դրամաս, ինքն էլ դրանից ա վախենում, հասկանում եք, բան, էգոիստները իրանք ամենաշատը դրանից են վախենում, որ կարող ա պատահի իրանց կողքի մարդը 2 րոպե իրանցով զբաղված չլինի։ Այ всё, смерть։ Հասկացա՞ք, չէ՞։ Այսի շատ կարևոր է։ Օրինակ տեսեք, ասենք, օրինակ իմ բախտը բերել է այդ իմաստով, որտեղ մենք երկուսս էլ հոգևոր ենք, չէ՞։ Երբ որ մենք նոր ամուսնացանք, դες իմ ասինդենտը ինքը այդ ժամանակ նա առիթի մեջ էր, հիմա փոխվել է։ Առիթի մեջ էր, ես միշտ զարմանում էի, որ ես ցուլ եմ, Тамашний тапочек вообще, ամենատնական մարդն եմ, տիեզերքում կանում եք, բայց մարդիկ ասենք, ես ես միտեղ մտնում էի, մի անգամից էի դնում, ես չի հասկանում, ինչի ես սենց անում բախի, սենց ինչի է դնում, բրաստեց կետրոնանում, ուցոր կիշնիկ մտավ, միջև աստրալոգյան չուսումնասիրեցի, հենց որ տեսա, որ ասինդենտումս առյուց, ասեմ, դես այլի, ես ընդ ինձ համար հանգիստ խոտակեր կողեմ, սրանք իձի արստի տեղ են դնում, բրաս վրես հարցակվում են սա, բոլորը, չէ, բայց ասեք, ես տես կեցվածք ունեի, էլի, որ ես մտնում էի, սաղին թվում էր, որ ես մաստեղ սաղին սկսել եմ հոշոտել, չեմ իջում, որտեղ որ ամուսնացանք, մի 2-3 շաբաթ հետո, որ ամուսինս ինձ մոտեցավ, սենց խեղճ սենց ամ։ Ես ասում եմ, ես քույց ամրեմ եմ, ինձ ամուսը։ Ես բաներ, ասում եմ, ինչի։ Դու տեսակ ոնց ես ապրում, որ քեզ կարելի չնկատել, ես տարածություն չես ստեղծում։ Իսկ ես բան եմ, ես այն եմ, աղջիկը վկա է, ես իր դուռը 15 տարի ասենց եմ մտել իր սենյակ, երբեք ուրիշ ոչ մի ձև, եթե ես գիտեմ, որ ինքն տեղ կարդում է, եթե ես իմանայի ես տեղ մեռնում եմ, ես իրան չէի անհանգստացնի, այ հարևանի մոտ կգնայի կասեի լավ չեմ, բայց իր դուռը չէի ծեցի։ Ինքը սովոր էր էլի, որ ինքը մեդիտացիայի մեջ է, իրան вообще չենք համ, բայց դա նոր էր հələ, ես որ իրան հասեցի, ասի, բայց չես դες կարևորում էդի, ասում դու նես խոշատ ունես, ես մտածում էի, սա գալու ես էս քո բաները տնես, դիրքը տնես, բալիս իր բույս строить, а мне надо сопротивляться, դրաս այնքը դե իր սենյակում, ինձի հասնել սպասում էր էլի։ Եվ սպասում դուր չի բացում, երկու սպասում դուր չի բացում, վերջում ինքը դուրս եկավ, ասես լսի, ես ատեն դուռը չես բացում։ Սուրխ կանեշտ էլի, բայց սովորաբար, հենց որ մարդը ինքը կենտրոնանում է ինքը իմինա հոգևոր թեմաների վրա, բոլոր նրանք, ովքեր էգոիզմով իր հետ կապված են, իրանք մտնում են անհանգստության մեջ ու սկսում են его, по-русски это называется дергать. Հասկացաք? Ու այդ դուք պիտի դրա պատրաստ եք, էլի։ Դրանց պիտի ոչ ջղայնանաք։ Ու իբա ամենակարևորը, այս աշխարհում ամեն ինչի իներցիայի վրա է։ Դուք պիտի sense կամաց իրանց ընտելացնեք։ Հա? Ինքը մի օր 100 անգամ գալի դուրս բացում, հետո դե կամաց զգում է, չէ, որ անհանգստացնում է։
Հետո 10-ից մեկը մտածում եմ դելավես մի անգամ ինչ էր այնտեղ ինչ է չահել ու այդ բաժակն ուրա դու ես լցնեմ, հա ու կամած սկսում են չանհանգստացնել։ Որտեվ սովորեցին։ Всё. А այդ периода надо настоять на своем, правильно? Ոչ թե կռիվ չէ, հասկացաք, չէ՞։ Խոսքը պատերազմի մասին չի։ Թե տեխնիկան որն է, վակցինը թափուրում է շատ մանրամասը կասի, բայց ինքը սկզբունքը, որ երբ որ մարդը ինքը պատրաստվում է հոգևոր կյանքով զբաղվել, ինքը այդ երկու բանը։ Առաջինը դի ժամանակ տրամադրի հոգևոր կյանքին, հա, եւ երկրորդը ինչն էր։ Որ սկզբունքորեն հա, որ սկզբունքորեն մենակ տրամադրի ու չէ, չշնորհել է դի մտնում անտեղ։ Այդ երկրորդը էդի կարգավորից սկզբունքներն են։ Ինչի, որովհետև այսինքն ինքը պետքա չզիջի, որ ինքը պիտի սլուժբա անի, ինքը պետքա մանտրա կրկնի։ Ինչի, որովհետև դրանք են այն գործոնները, որոնք պահում են քեզ։ Այսինքն հոգևոր կյանքը ունի երկու տեխնիկա։ Կան գործողություններ, որոնք իրենք նախատեսված են բարձրանալու համար։ Բարձրանալու համար նախատեսված է լսողությունը։ Այդպեսի դու կարողանաս այդ քո լսածը քո սրտի մեջ պահես, քեզ պետք են կարգավորիչ սկզբունքները հոգևոր կյանքի։ Այսինքն պահողը էդի մանտրայի կրկնելն է, ասենք ծառայություն կատարել, եթե քրիստոնյաների մասին ենք խոսում կամ մուսուլմանների, որտեղ սա ինքը ունիվերսալ են այս սկզբունքները, հա։ Այսինքն այ առավոտյան փաստացի, եթե իմաստով ենք խոսում, Աստված պետքա լինի առաջինը, ում դու ասեցիր բարի լույս։ Միտեղ դու այդ բարի լույսը ասում ես նրանով, որ ծառայություն ես անում։ Մյուս տեղը բարի լույսը ասում ես նրանով, որ իր նկարի առաջ տանը մոմ ես վառում։ Այն մյուս տեղը ասում ես նրանով, որ եթե մոտիկ ես ապրում, գնում ես եկեղեցի, քարոզ ես լսում, ժամերգությունն ես լսում, բան ես անում, այդ ամեն ինչի մասնակցում ես, չէ՞։ Հասկացաք։ Այսինքն այդա իրանք այդ լսողությունով բարձանում եք, կարողանում եք ամրագրվել այնտեղ, որտեղ որ ձեզ գիտելիքը բարձրացրեց, եթե պահում եք հոգևոր կյանքը։ Եթե հոգևոր կյանքը չեք պահում, ինչ որ լսում եք, գործնում եք։ Ես այդ ժամանակ ասում եմ, դուք դառնում եք մահ, որի մեջ ջուր հավաքել հնարավոր չի։ Եվ սա ինքը շատ կարևոր սկզբունք է, որի մասին պետքա բոլորը լուրջ մտածեն եւ պետքա շատ լուրջ վերաբերվեն։ Սա կրոնական պատկանելիության հետ ոչ մի կապ չունի։ Ինչ կրոնի մեջ ուզում է մարդ լինի, այս սկզբունքը ինքը պետքա հասկանա, որ լսողությունը կամ կրոնական տեսության գիտելիքը դա իրան վերև տանող հանգամանքն է, կրոնականության ծիսակատարությունները այդ վերելքը պահողն է։ Հա, հիմա տեսեք, երբ որ դուք ուղակի կատարում եք ռիտուալները եւ գիտելիքը չեք ուսումնասիրում, հարյուրավոր այդպիսի մարդիկ կան։ Գնում են եկեղեցում, պատարակներ են լսում, բան, պարտաճանաչ մարդիկ կան, որ ասենք, օրինակ իմ ասեք, կարաք ինձ ասեք, ո՞նց կարող է մարդը, որ օրինակ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ ապրում, որտեղ այսպես պրոստը եկեղեցին է, այսպես կողքը տուն է։ Այդ դու այդտեղ ապրես ու չգնաս, դու ես վաճե։ Բայց մարդիկ կան, որոնք ասենք իրանք առավոտյան դեսնեն շուշուր գնում են, լսում են բան, քարոզներ չեն լսում, կամ եթե լսում են, թողնում գնում են, չէ՞։ Բայց այսինքն իրանք գիտելիքը չեն ուսումնասիրում։ Ամբողջ կյանքում կարող է մի անգամ ավետարան բացած չլինեն։ Հա? Եթե ես իմաստով ասեմ, ես կասեմ, իրանք փորձում են պահպանել այն, ինչ որ չկա։ Այսինքն իրանք էլ հիմա բաժակ են, բայց ջուր չունեն։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն երբ որ մարդը ինքը մենակ կարդում է կամ մենակ լսում է, ինքը ջուր ունի, բայց ինքը մաղ է։ Եթե ինքը ծիսակատարություններն է կատարում, բայց գիտելիքը չի ուսումնասիրում հոգևոր, ինքը բաժակ է, բայց ջուր չունի։ Ու դրա համար միշտ իրան թերի ազգում։ Այդ դրա համար է, որ հոգևոր կյանքի բավարարվածությունը չի գալի։
որովհետև հոգևոր կյանքը դա բաժակ է, որի մեջ կա ջուր։ Այս երկու բանը պիտի իրար հետ լինի։ Ինչի համար, որ խմելու բան ունենաս։ Հասկանում եք, երբ որ դու բաժակ ես ու ջուրն էլ ունես, դու խմում ես ու բավարարվում։ Հասկացաք, չէ՞։ Всё, այս ամենաառաջի բանն է, որը մարդը ինքը պետք է հասկանա։ Մնացած բոլոր դեպքերում, ինչ կրոնականության մեջ ինքը ուզում լինի, ինքը բավարարվածության երբեք չի հասնելու։ Այսինքն միշտ մնալու է սոված, չէ՞ որ բոլոր աթեիստների հոգին ինքը սոված է։ Հոգին ինքը միշտ մնալու է սոված։ Հիմա, եթե ինքը մահ է մնում, ոնց որ ներսից մարդուն հարցնելու է, այ բլամ, ինչի համար ես այս ջուրը լցնում։ Երբես հասկանալու, որ ծակ եմ։ Ոչ մի բան չի մնում։ Հա? Իսկ եթե մարդը ինքը մենակ ծիսակատարություններն է կատարում, ինքը ասում է, լսի, դու այս բաժակը ինչի համար ես սարքե։ Երբես ջուր լցնելու։ Ու երկու դեպքում էլ հոգին մնում է չբավարարված։ Այսա ինքը շատ կարևոր կետ է, որպեսզի բոլորը հասկանան։ Եղավ։ Դրա համար, ասենք բոլոր նրանք, ովքեր որ ուզում են բակցիի մեջ հաստատվեն, մենք ունենք նվիրալներ, որոնք իրենք շատ խիստ հաստատված են բակցիի կենցաղի մեջ, եւ դուք կարող եք ասենք իրանց մոտ այս պահին, ասենք, այստեղ ներկա են Դամայանցին, այստեղ ներկա է Լիլան, այստեղ ներկա է Բալանին, եկացեք հրենքիք, եկացեք ձեզ բոլոր տեսնենք կրակը կցեմ ձեզ։ Իրանք ազնվորություններ են, որոնք շատ ստաբիլ ծառայություններ են կատարում, ունեն շատ ստաբիլ պրակտիկա, և դուք մեկ-մեկ ասենք կարող եք напрашиваться к ним в гости, հա, որտեղ որ դուք լինում եք այն նվիրալների մոտ, որոնք իրանք այդ գործողությունները ստաբիլ կատարում են, դուք իրանցից ոնց որ տեսնում եք այդ ինչ հավես է, հա, ու այդ հավեսը մտնում է ձեր մեջ, ու ասեք օրինակ ես աշակերտուհի ունեմ, որ ինքը, որտեղ ես դրա մասին ընդհանրապես քիչ եմ խոսում, որտեղ ես դրան այդքան մեծ նշանակություն չեմ տալի, ու աշակերտուհի ունեմ, որի մոտ ես վերջերս ընդամենը մի 10 օր Ռուսաստանից աշակերտուհի ունեի, ինքը մենակ է ապրում, ասեց թող գա իմ մոտ մնա, ոգևորված եք իրեն, մատը չես ամեն օր բաներն էինք անում, այդ ինչ հապիկա ամեն չսովորել, ու հիմա սկսել է անել, ու այդ իր համար շատ հավես է, հա։ Ուրեմն այս պահին այս 3 նվիրալներն են, որոնց են դուք, չէ, վեկացել է։ Давай, բապ, Ռաջեշը, վեկաց։ Դուրել ես չեն անում ստապիկ։ Մենք են, բայց եք թակնով ես տենակ։ Ուրեն 5-ն են։ Այ կարող եք մեկ-մեկ իրանց տները հյուր գնանք, երեխեք ջան, տեսնեք իրանց ալտարները, թե իրանք ասենք ոնց են ծառայում, ինչ են անում, եւ դա շատ բարենպաստ է ազդում, որ դուք էլ բան եք անում, ասենք մտնում եք այդ մթնոլորտի մեջ։ Այսօր այսքանը։